Սա պատերազմ է Իրանի լինել չլինելու մասին, կարմիր գծեր չկան, այսպես սկսեց իր խոսքը Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևանում հրավիրված ասուլիսին։ Նա կոշտ եւ հստակ ձևակերպումներով ներկայացրեց Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում ծավալվող զարգացումների վերաբերյալ։ Դեսպանի խոսքով Իրանի դեմ հարձակման նախանշանները նկատելի էին դեռևս այն ժամանակ, երբ տարածաշրջանում սկսվեցին ամերիկյան ռազմական ուժերի տեղաշարժերը։ Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները գտնվելով հազարավոր մղոններ հեռավորության վրա որոշել է հարվածել Իրանին, օգտագործելով հարևան երկրներում ունեցած հնարավորությունները։ Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ ստանալու է համարժեք եւ ուժեղ հակահարված։ Այս ագրեսիայի պայմաններում Իրանը լեգիտիմ իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան քայլեր։ Դեսպանը հղում կատարեց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որը նախատեսում է ինքնապաշտպանության իրավունք։ Հայաստանում Իրանի դեսպանը տեղեկացրեց, որ այս ագրեսիայի հետևանքով երկրում զոհվել է 550 մարդ։ Ըստ նրա, Թեհրանի նահանգում թիրախավորվել են նաև Մինաբում աղջիկների դպրոցը, շտապօգնության շենքը եւ մի քանի հարակից շինություններ։ Պաշտոնյան ընդգծեց, ցանկացած ռազմաբազա, որը կօգտագործվի Իրանի դեմ, կդառնա թիրախ հակահարվածի։ Շիրղոլամին ընդգծեց, որ սոցիալական ցանցերում շրջանառվող այն պնդումները, թե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակման դեպքում Իրանի ժողովուրդը կընդվզի սեփական կառավարության դեմ, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով նման հաշվարկները սխալ են եղել եւ Իրանի հասարակությունը միավորված է արտաքին սպառնալիքի դեմ։ Ասուլիսի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ նաև Հայաստանին։ Դեսպանը հայտարարեց, որ բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը Իրանի համար կարևոր է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար կարմիր գիծ է։ Դեսպանը հույս հայտնեց, որ պատերազմի հետևանքով Հայաստանի եւ Իրանի գործակցությունը չի տուժի։ Իրանը Հայաստանից այս դժվարին օրերին գործակցություն եւ զորակցություն է ակնկալում։ Բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է, անկախ նրանից պատերազմի մեջ ենք, թե ոչ։ Կարող եմ վստահաբար ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Եվ այս դիրքորոշումը չի փոխվելու։ Գեոպոլիտիկ փոփոխությունը Սյունիքում Իրանի համար կարմիր գիծ է։ Սա բացառված է։ Նա հիշեցրեց, որ նախկինում եւս Իրանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հանդես է եկել Հայաստանի ինքնիշխանության եւ սահմանների պաշտպանության օգտին։ Խալիլ Շիրղոլամին ընդգծեց նաեւ, որ Իրանի դեմ ագրեսիայի գնացողները վտանգել են ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Նրա ձևակերպմամբ Իրանի համար ագրեսորին աջակցողների հարցում կարմիր գիծ չկա, ինչը նշանակում է, որ պատասխան քայլերը կարող են լինել բազմաշերտ եւ ընդգրկուն։ Սա պատերազմ է եւ այս պատերազմը մենք չենք ընտրել։ Այն մեզ պարտադրվել է։ Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևով օգտագործվեն Իրանի դեմ եւ մենք ուղղակի նստենք ու նայենք։ Այս պատերազմը մեր գոյատևման եւ Իրանի լինել-չլինելու մասին է։ Դեսպանը տեղեկացրեց նաև, որ Հայաստան-Իրան սահմանը, որը փակ էր տեխնիկական խնդիրների պատճառով, արդեն բացվել է առավոտյան ժամը 9:30-ին, խնդիրը կարգավորվել է։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսը գտնվում է հենց Իրան-Հայաստան սահմանին։ Նա վստահեցրել է, որ այժմ կուտակումներ չկան։ Սահմանին սպասում էին 30-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին եւ պետք է իրենց թռիչքը տեղի ունենար Երևանից։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Շիրղոլամին հայտարարեց, որ ամերիկյան եւ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի հոգեվոր առաջնորդը, ում նա բնութագրեց որպես բռնության դեմ պայքարի խորհրդանիշ։ Նրա խոսքով առաջնորդի նահատակությունը ծանր հարված է Իրանի համար, սակայն որևէ իշխանական վակուում երկրում չի ձևավորվել։ Դեսպանը վստահեցրեց, որ Իրանի իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարումը անցումային փուլում եւ մոտ ապագայում կներկայացվի նաեւ հոգեվոր առաջնորդը։ Իրանի ժողովուրդն ունի այն կամքը, որ էլ ավելի ամուր ոգով շարունակի պայքարը իր ազգային նպատակների համար։ Դեսպանի բնութագրմամբ Թեհրանը տեղի ունեցողը դիտարկում է որպես գոյաբանական մարտահրավեր եւ պատրաստ է օգտագործել միջազգային իրավունքի շրջանակում իր պաշտպանական բոլոր մեխանիզմները, միաժամանակ վերահաստատելով Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ իր աջակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։